Պատերազմն անխուսափելի է։ Ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակիրը հատել է արաբական ծովն ու մտել է նահանգների կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի։ Իրանը հակառազմանավային հրթիռներ է տեղակայում Պարսից ծոցի ափամերձ գոտու երկայնքով։ Միջազգային լրատվամիջոցները գրում են, թե Իրանը օդ է բարձրացրել 10 կործանիչ և պետության հակաօդային պաշտպանությունը բերել է բարձր պատրաստվածության աստիճանի։ Իրանին հնարավոր հարվածը կհանգեցնի տարածաշրջանի անկայունացմանը, Մոսկվան զսպվածություն է ակնկալում բոլոր կողմերից, հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Իրանի արտգործնախարարության խոսնակը փորձել է շրջանցել հարցը, թե արդյոք այս փուլում որևէ պայմանավորվածություն կա Միացյալ Նահանգների հետ։ Մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք երբեք չենք ողջունել պատերազմը, բանակցությունների սեղանը խափանող և այն այրող կողմը ամերիկյանն է։ Սա արվել է սիոնիստական ռեժիմի մեղսակցությամբ, մենք ցանկացած ագրեսիայի ցավոտ կպատասխանենք։ Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահ է իր կարողությունների վրա և հաշվի է առնում նախկին փորձը։ Փորձագետները չեն բացառում, որ նահանգներն ուղիղ ավիահարվածներ հասցնի ռազմական թիրախներին, ավիաբազաներին, հոպ դիրքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազաներին և բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքներին։ Իրանագետների համար հնարավոր սցենար է, որ նահանգները հարվածի Իրանից դուրս, Իրաքում և Սիրիայում այդ պետության ուժերին։ Աբրահամ Լինքոլն ավիակիրը ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ և ամենահզոր նավերից մեկն է, որը կարող է տեղափոխել մինչև 80 մարտական ինքնաթիռ։ Թրամփի պնդմամբ այս պահին իրենք Իրանին հարվածելու մտադրություն չունեն, պարզապես ուզում են ցույց տալ հնարավոր ագրեսիայի դեպքում իրենց պատրաստվածությունը։ Մի փորձեք Իրանը վերածել Վենեսուելայի, ամերիկացի գործընկերներին խորհուրդ է տվել Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Գահանա Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։